Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԿ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Պարոն Չալաբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, հասանք եզրագծին, քարոզարշավը ավարտվում է, վաղը լռության օրն է եւ ընտրություններ։ Քարոզարշավը այս ընթացքում ինչ ցույց տվեց։ Տեսեք, այս քարոզարշավի արդյունքները երևի դժվար է նկարագրել պարզապես մեկ բառով։ Մի քանի բան ցույց տվեց քարոզարշավը, հա։ Փորձեմ հիմնականների վրա կենտրոնանալ։ Առաջինը, քարոզարշավը 0 ձայն բերեց Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքացիական պայմանագրին, ես կասեմ նույնիսկ ընդհակառակը իրանց կողմնակիցների մի մասն էլ ամենայն հավանականությամբ հետ են կանգնելու Փաշինյանից։ Դա պայմանավորված էր նրանով, որ քարոզարշավը Փաշինյանի կողմից տարվեց ծայրահեղ անգաղափար, անծրագիր, կենտրոնացած մեկ, բայց ըստ էության կեղծ թեզի շուրջը, որ իրանք խաղաղության պաշտպաններն են, թե չկա որևէ պատերազմի կուսակցություն։ Մնացած ոչ մեկ պատերազմի կողմնակից չի, պարզապես խաղաղության տարբեր պատկերացումներ ունեն։ Եվ ընդհակառակը քարոզարշավի ընթացքում ամեն կողմից ըստ էության բացահայտվեց, որ այն ինչ որ տեղի ունեցել վերջի 8 տարիների ընթացքում եւ մասնապես նաեւ ռազմական գործողությունները Արցախի հանրապետության դեմ, Հայաստանի հանրապետության դեմ, դա Փաշինյանի ձախողումների, Փաշինյանի գուցե նույնիսկ միտումնավոր վարվող հակահայկական քաղաքականության արդյունքեր։ Ուստի Փաշինյանը տարածություն մեկ ձայն էլ չի ավելացրել, իդեպ ես ասեմ, որ բայց կարողացել է կոնսոլիդացնել իր ընտրազանգվածին։ Տեսեք, գուցե կարողացել է կոնսոլիդացնել, այդ մասով չեմ վիճում, բայց իր այսպես ասած կորիզային ընտրազանգվածը լավագույն դեպքում 1/4-ն ամբողջ ընտրազանգվածը։ Ինքը գուցե այդ մասին կոնսոլիդացրել է, բայց քարոզարշավի հիմնական նպատակը ի վերջո նրանում է, որ տատանվող չեզոք են մոտավորապես 30-40% տատանվող ընտրազանգվածին կարողանային կողմնորոշի։ Փաշինյանը բացարձակ ձախողել է այդ խնդիրը, այդ մեկ։ Դա պետք է արձանագրել։ Երկրորդը ընդդիմությունից ստացվեց այդ չեզոքներին բերել դաշտ։ Խոսենք ընդդիմության մասին։ Տեսեք, նախ ընդդիմությունը համասեր չի, պետք է հասկանալ, որ ընդդիմությունը առնվազն մի քանի դեմքով է հանդես գալիս, ընդդիմության առաջատարները, ինչպիսին են ուժեղ Հայաստանը, որին մենք աջակցել ենք, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ բավական արդյունավետ քարոզարշավ իրականացրեցին։ Դրա արդյունքների մասին առաջին հերթին ես դատում եմ հանրահավաքային ակտիվությամբ, տեսնելով, որ երբ որ դու գալիս ես, եւ խոսքը միայն Երևանի մասին չի, բայց ցանկացած մեծ բնակավայրի, ինչքան մարդիկ են գալիս քեզ ընդառաջ, ինչպես են ընկալում քո ուղերձները, ինչ ոգևորություն կա, ինչ հարցեր են քեզ տալիս, ինչքանով է խորը քննարկում եւ այլն։ Ես ամենայն դեպս մեծ քաղաքների մեծ մասում եղել եմ հանրահավաքներին ուժեղ Հայաստանի եւ տեսել եմ եւ ոգևորություն, եւ լրջություն, եւ հույս, եւ դա իմ տեսանկյունից շատ դրական է։ Երևանի հանրահավաքը բոլորի տաշկի առաջատեղ ունեցել, տեսել եք, որ ըստ էության վերջի մի քանի տարիներին երևի առնվազն սրբազան պայքարի մայիսի 9-ի հանրահավաքից հետո կամ դրան հավասար ամենամեծ հանրահավաքն է, բայց բացի դրանից նաև ստացված հանրահավաք էր բոլոր իմաստներով, եւ ոգևորությամբ, եւ կազմակերպվածությամբ, եւ ուղերձների հստակությամբ, եւ էներգետիկայով։ Իդեպ թեև Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի հանրահավաքները ավելի փոքր մասշտաբ ունեն եւ ազատության հրապարակում են ոչ թե հանրապետության, բայց եւս լավ էներգետիկա ունեն, լավ կազմակերպվածություն եւ այլն։ Դա արձանագրենք, որ անդիմադիր դաշտի 3 առաջատար խաղացողները, ես կարծում եմ, իրենց խնդիրը զգալի չափով կատարել են քարոզարշավի մասով եւ իդեպ ասեմ, որ շատ ավելի ծրագրային են եղել։ Շատ ավելի ծրագրային են եղել, մասնապես ուժեղ Հայաստանի մասով մենք ենք ծրագրային բլոկի վրա որոշակի նաև ազդել, մեր նպատակներից մեկն էլ իրենց աջակցության եւ ինչ-որ իմաստով նաև պայմանը փոխադարձ է եղել, որ մեր ծրագրերը պետք է ինչ-որ իմաստով սերտաչվեն։ Եվ մեր նույնիսկ հուշագիրը, որ մենք ստորագրել ենք, խոսքը դրա մասին է գնում, որ մեր քարոզչական ռեսուրսներն են առաջին հերթին միավորում եւ երկրորդ հերթին կազմակերպչական, որտեղ իրենց կազմակերպչական ռեսուրսը բոլոր դեպքերում շատ մեծ է։ Բայց քարոզչական ռեսուրսները մեր եւ իրենց համադրելի էր եւ մեր քարոզչական ռեսուրսները իսկապես լուրջ, այսպես ասած, նեցուկ հանդիսացան եւ բազմաթիվ թեզեր, որոնք մեր ծրագրի մեջ էր նախատեսված փետրվարի 15-ին հանրահարչակված, ի վերջո, այսպես ասած, միգրացիա կատարեցին ուժեղ Հայաստանի ծրագրի մեջ, ինչից մենք շատ գոհ ենք իրականում, բավարարված ենք եւ շատ կարեւոր է, որ բազմաթիվ գաղափարներ, որոնք նախկինում ենք բերել ենք հանրային դաշտ, ի վերջո ուժեղ Հայաստանի շատ ավելի մեծ ծրագրային եւ քարոզչական ռեսուրսի միջոցով կարողացան հանրության ավելի լայն շերտերի հասանելիք դառնալ, հա։ Հիմա, բայց կա նաեւ երրորդ մասը մյուս թիմերն են ավելի փոքր ընդդիմադիր թիմերը, ես չեմ խոսում Փաշինյանի սատելիտների մասին,
ասենք Արամ Սարգսյանի կամ Գուրգեն Սիմոնյանի, որոնց երեք ինքը եթերում հանձնարարականներ էր տալի, հա, գնացեք։ Այդ հանձնարարականին կուզեմ անդրադառնալ, դեր ավարտեք։ Կամ Արման Բաբաջանյանի եւ այլն, դրանք հասկանալի է, դրանք Փաշինյանի սատելիտներն են, բացահայտ կամ մի քիչ ավելի քողարկված, այլապես հանձնարարականներ չէր դա, հա։ Բայց այն թևը, որը անդիմադիր է, բայց տարբեր բաների անդիմադիր, հա, տարբեր բաների անդիմադիր։ Ասենք կարելի է նշել միասնության թևերին, նոր ուժին կարելի է նշել, կարելի է նշել բոլորին դեմեմին, որը բավական հետաքրքիր ընտրաշավ անցկացեց։ Ես ուզում եմ արձանագրեմ, որ նաև իրանք որոշակի աշխատանք կատարեցին, ամեն մեկը փորձեց ինչ-որ իմաստով իր անկյունից իհարկե շատ ավելի փոքր ռեսուրսներով ակնհայտորեն, մասնապես ավելի փոքր կազմակերպչական ռեսուրսներով դա ակնհայտ էր իմ համար, բայց որոշակի ինչ-որ իմաստով եւ թարմացություն եւ բազմազանություն մտցրեցին քարոզարշավի մեջ։ Դրա համար մենք այսօր ունենք հետաքրքիր արդյունք։ Մենք արձանագրեմ ձեզ մի քանի բան, հա, որ իմ համար ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ շանս չունի ձայների մեծամասնություն հավաքելու։ Դա բացարձակ ակնհայտ է, հա։ Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառումը։ Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառումը։ Տեսեք, ես իդեպ ձեզ ասեմ, վաղաշաբաթի ընտրությունները, որտեղ իրանք վարչական ռեսուրսի անսահմանափակ կիրառություն ունեն, կենտրոնացել են ամբողջ վարչական ռեսուրսը այդտեղ եւ այլն, հա։ Նույնիսկ այդ դեպքում իրանք 50% չեն հավաքել, 48% են հավաքել, հայտարարում են, որ դա ջախջախիչ հաղթանակ է, բայց դա վաղաշաբաթում, որտեղ միացրել են Խոյ համայնքը, որտեղ իրանք ունեն հսկայական առավելություն կար։ Հիմա Հայաստանի ամբողջ մասշտաբով անհնար է կրկնել նույնիսկ այդ արդյունքը, կրկնելու են ավելի շատ Գյումրի արդյունք, ես կարծում եմ։ Միջալից այդ ժամանակ իրենք այս մեծամասնություն չկային, իրենք փոշիացմամբ դարձան մեծամասնություն։ Բնական է, հա, դա եմ ասում, 48% են հավաքել։ Բայց հիմա ամենայն հավանականությամբ պատկերը ավելի նման կլինի Գյումրիին, որտեղ իրանք նույնիսկ 40% չկարողացան հավաքել, ավելի նման կլինի։ Իմիջիայլ Գյումրիում հիմա 40-ը չեն հավաքի, ավելի քիչ կհավաքեն, Երևանում էլ շատ ավելի քիչ կհավաքեն։ Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը որևէ շանս չունի դրական մեծամասնություն կազմելու։ Բայց մնացածը մի քիչ ավելի բարդ է, որովհետև տեսեք ինչու՞մ է խնդիրը։ Սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքները հրապարակվում են պարբերաբար, բոլորը այս շրջանում ներառյալ նաև սոցիոլոգիական հարցումները, որոնք մեր պատվերով են իրականացվել մայիս ամսվա ընթացքում, բոլորը ունեն մի հատ շատ կարևոր աքիլեսյան գարշապար, խոցելի տեղ, դա այն է, որ հարցվողների տոկոսը, որը հրաժարվում է որոշակի պատասխան տալ, շատ մեծ է։ Օրինակ մեր վերջի պատվիրած սոցիոլոգիական հարցումում տարածորեն 50%-ը հարցվողների, ոչ թե նրանց, ովքեր պատասխանել են կամ չէ, այլ պատասխանողների հարցմանը պատասխանողների 50%-ը, երբ որ հարցը գալիս է նրան թվում եք ընտրելու, մոտ 50%-ը որևէ կոնկրետ անուն չի տալի, կամ հրաժարվում է պատասխանել, կամ ասում է դժվարանում են պատասխանել։ Դա ինչի մասին է խոսքում, անորոշ են, իրենք չեն կողմնորոշվել։ Ես կարծում եմ, դա խոսում է նրա մասին, որ իշխանությունները համատարած վախի մթնոլորտ են ստեղծել երկրում, այսպես կոչված ժողովրդավարության համատակ մենք տարածորեն համարյա ստալինյան ընտրություններ ունենք։ Ես չեմ հիշում այս կարգի ահաբեկված ընտրություններ Հայաստանի, ասենք 21-րդ դարի պատմության մեջ, չեմ հիշում տարածորեն, որ այս կարգի ահաբեկում տեղ ունենա ամենօրյա ռեժիմով ձերբակալություններ, ամենօրյա ռեժիմով կալանքներ, սպառնալիքներ, ծեծ ու ջարդ վերջի օրերին, ինչպես եղավ Մասիսում եւ Արտիկում, հա։ Այս իշխանությունը բոլոր կապերը կտրել է, որովհետեւ հասկանում է, որ ինքը կպարտվում է ընտրությունները եւ փորձում է վախով կոմպենսացնել այն ինչ որ պետք է աներ քարոզչությամբ։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը այո գնում է միջև վերջ բաբանկ եւ հետաքրքիր է, որ ընտրության օրը հնարավոր է իշխանությունը տարբեր քայլերի գնա։ Այսինքն այդ սցենարները դիտարկվում է եւ այդ առումով բավական ուշագրավ էր 3 բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որոշ իր աջակից ուժերին, թե դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ընդդիմության հիմնական դերակատարներին զրկեք մասնակցության իրավունքից։ Ինչ հնարավոր է ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծի, եթե օրինակ տեսնի, որ ընտրության ընթացքը իր օգտին չի։ Գիտեք, ես ոչ բան չեմ ուզում բացառեմ, իմանալով Փաշինյանը եւ իմանալով, որ մեր մասած անկյուն քշած առնետը սկսում է համատարած կծոտել, էլի բոլորին, գիտենք։ Տեսեք, բայց ինչու՞ է խնդիրը։ Այս ամեն ինչ ունի նախ ֆորմալ իրավական կողմը, բայց բացի նաեւ ոչ ֆորմալ քաղաքական կողմը։ Նախ ինչպես է դա նախատեսված մեր ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքով, այո, ընտրաշավին մասնակցած ցանկացած ուժ կարող է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բայց նախ պետք է փաստեր շարադրել, ինչի հիման վրա, որովհետև այնտեղ գրած է, որ դա հնարավոր է մենակ այն դեպքում, երբ որ տվյալ ուժը բազմիցս խախտում է ընտրական օրենսդրությունը, դա պետք է հիմնավորել, որ բազմիցս խախտում է ընտրական օրենսդրությունը, հա։ Պետք է ասել ինչու է խախտում, ինչ է կատարվում։ Կներեք, օրինակ այս ձայնագրությունները, որ հրապարակում են ինտենսիվությամբ, գուցե դա է հողը ձայնագրությունների մեջ ընտրական, ասենք, այդ ուժի ղեկավարների, ցուցակի անդամների ձայներ չկան։ Դա անհասկանալի է, այդ ինչ ձայնագրություններ են, ում ձայնագրություններ են,
ինչքանով է դա մոնտաժված, չմոնտաժված եւ այլն, այսինքն դա գիտեք ինչ դա դատավարական process-ի խնդիր է, որ կարող է տարիներ տևալ, բայց որ այսօր ակնհայտ ինչ որ բան է տեղի ունեցել, դա անապացուցել է ըստեյության, այդ մեկ, երկրորդը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը իրավասություն չունի որևէ ուժի հանել ընտրաշավից։ Նա պետք է նախ վարչական վարույթ նախաձեռնի, ինքը հիմքերը հավաքի, ինքը հիմքերը պատրաստի, հետո դիմի դատարան եւ միայն դատարանը իրավունք ունի դա անել։ Այսինքն դա որոշակի գործընթաց է, որ ունի փուլեր թափանցիկ են, հա։ Դա իրավական կողմն է եւ հաշվի առնելով որ 2 օր է մնացել ընտրությունները, իրականում ասենք հիմա մենք խոսում ենք 1.5 օրվանից կբացվեն ընտրական տեղամասերը, դա զուտ տեխնիկական տեսանկյունից անել այդքան հեշտ չէ։ Հայաստանը Մոլդովա չէ։ Իմաստով ընտրական օրենսդրությունը ավելի բարդ է։ Բայց դիցուկ ենթադրենք նույնիսկ դա հնարավոր է կողմել, հա, նույնիսկ հնարավոր է։ Եկեք հասկանանք, որն է դրա անմիջական հետևանքը լինելու։ Դրա անմիջական հետևանքը լինելու այն, որ ընտրությունները լեգիտիմ չեն լինելու։ Նրա արդյունքները չեն ճանաչվելու ոչ մեկի կողմից։ Նրա արդյունքները չեն ճանաչվելու մեր միջազգային գործընկերների կողմից, նրա արդյունքները բայց ամենակարևորը չի ճանաչվելու ժողովրդի կողմից։ Հիմա եթե 300, 400, 500 հազար մարդ պատրաստվում է գնալ, ենթադրենք քվեարկել ուժեղ Հայաստանի կողմը։ Եվ դուք այդ 100 հազարավոր մարդկանց զրկում եք ընտրությունից, իրենք ինչ են անում։ Դուք ընկալու փողոց, տակնած չի։ Այս ամեն ինչի տրամաբանությունը միշտ դրանում է եղել, հա, որ մենք գնում ենք ընտրությունների եւ երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Հիմա եթե դուք մերժում եք ընտրություններով իշխանությունը ձևավորելու նույնիսկ տեսական հնարավորությունը, բա իշխանությունը ինչպես պետք է ձևավորվի։ Ուրեմն նա փողոցում ձևավորվի իշխանությունը։ Հասկանում եք, դրա համար ես հասկանում եմ, որ Փաշինյանը ահավոր գայթակղություն ունի օգտագործել իր ադմինիստրատիվ լծակները, առավելս որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը շատ մեծ ազդեցություն ունի, չասեմ որ անմիջական անվերապահ, բայց շատ մեծ ազդեցություն ունի, բայց ինքը նաև հասկանում է հետևանքը, բա հետևանքով է բան անելու, հա, ոնց է կառավարելու։ Եվ ի վերջո պետք է հասկանալ հետևյալը, ընտրությունները բոլոր դեպքերում ծանր, դժվար եւ այլն, բայց դա քաղաքակիրթ գործընթաց է, որում իսկապես ի վերջո հաղթում է ուժեղը կամ ուժեղները, հա, քանի որ մենք ի վերջո նաև խորհրդարանական հանրապետություն ենք։ Բայց եթե դու դուրս ես գալի այդ խաղի կանոններից, դու մտնում ես մի բանի մեջ, որը մեղմ ասած բան է, մարտա առանց կանոնների։ Եվ դա անկանխատեսելի է դրա հետևանքները։ Ինչ է լինելու, ոնց է լինելու, ոնց է նոր իշխանությունը ձևավորելու, արդյունքում երկիրը ինչ ահավոր կորուստներ կարող է ունենալ, արդյունքում նույն Փաշինյանը ինչ կորուստներ կարող է ունենալ, անկանխատեսելի է, երբ որ դու ընտրություններով ես գնում։ Ի վերջո դու կարող ես չհաղթես, բայց հասկանում եք, չէ՞ որ Փաշինյանը 0-0 չի տանելու։ Բոլոր դեպքերում որոշակի աջակցություն ունի եւ այլն, բոլոր դեպքերում, եթե նույնիսկ նա պարտվում է, անդիմության, այսպես ասած, կարգավիճակը նրան երաշխավորված է։ Պատգամավորի կարգավիճակը երաշխավորված է, այսինքն դա որոշակի նաև իրավական երաշխիքներ ունենալու եւ այլն, հա, եւ իր հետագա կյանքը, իր գործունեությունը, իր աջակիցների բոլոր դեպքերում իրավական հունի մեջ է լինելու։ Բայց եթե դու դուրս ես գալի, լինելով իշխանություն դուրս ես գալի իրավունքի դաշտից, ու ամեն ինչ տանում ես փողոցային պայքարի դաշտ, անկանխատեսելի են լինելու հետևանքները առաջին։ Այսինքն նախ եւ առաջ դա իշխանության համար ցանկալի տարբերակ չի լինի, որովհետեւ ձեր ասած այդ ըմբոստությունը հակառակ այսպես էֆեկտ է ունենալու, իդեմ է լինելու։ Նույնիսկ եմ ուզում ասեմ, որովհետեւ հիմնականը այն է, որ դա անկանխատեսելի հետևանք է ունենալու։ Տեսեք, մենք մեր երկրի պատմության մեջ ունեցել ենք իրավիճակներ, երբ որ իշխանությունը վերարտադրվել է առանց բավարար լեգիտիմության պաշարի։ Դա բերել է նա, որ իշխանությունը երկար չի դիմացել մեկ, եւ երկրորդը դարձել է ծայրահեղ խոցելի արտաքին խաղացողների ճնշումների առաջ, իսկ հիմա Հայաստանը հայտնվել է արտաքին խաղացողների աննախադեպ ճնշումների տակ։ Աննախադեպ մենք այս կարգի ճնշումը միաժամանակ բոլոր ուղղություններից պրակտիկորեն երբեք չենք տեսել։ Այս երկիրը պաշարված ամրոց է դառել, ճնշում կա եւ Ադրբեջանից, եւ Թուրքիայից, եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից։ Այս ընտրությունները նաեւ առանձնահատուկ են, պարոն Չալաբյան, աշխարհաքաղաքական առումով։ Տպավորությունը, որ մի այդ երկրում կռվում են, ոչ թե կռվում են, այլ մրցապայքարի են դուրս եկել։ Կռվում են, հա։ Լավ, կռվում են Արևմուտքը, Ռուսաստանը, ձեր նշած Ադրբեջանը, Թուրքիան մի կողմից, եւ այս ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերին ընտրելով նաև դու ընտրում ես որոշակի արտաքին քաղաքական կուրս, ամեն դեպքում այդ տպավորությունն է այս պահի դրությամբ։ Ես ուզում եմ հերթով անդրադառնալ, նախ այն երեք կրկին Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է Հայաստանին, որ սահմանափակումներ կլինեն, որովհետև դուք որոշում չեք կայացնում, ԵԱՏՄ-ում եք մնում, ԵՄ եք գնում, ինչ կարելի է սպասել, եթե օրինակ տեսականորեն պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, Հայաստանը ինչ վիճակում կհայտնվի, երբ որ մենք այս վերջին օրերին տեսնում ենք, որոշ արտադրողներ արդեն մեծ խնդիրների առաջ են կանգնել։ Ընդհանուր առմամբ
ինչ կարող է լինել, եթե Հայաստանի այս իշխանությունը վերընտրվի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Տեսեք, մի քիչ ավելի կոմպլեքս նույնիսկ նայենք, հա, ոչ միայն Ռուսաստանը, այլև ընդհանուր աշխարհաքաղաքական շրջապատը մեր ինչ տեղի կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, թեև ես դրան հատուկ ուզում եմ ասեմ, չեմ հավատում, որ ինքը կընտրվի, բայց առնվազն արդար չեմ հավատում, որ կարող է ընտրվել։ Բայց տեսեք ինչ տեղի կունենա։ Նախ ակնհայտ է, որ Ռուսաստանը զարմանալի կերպով նույնիսկ շատ բացահայտ սկսեց ցույց տալ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ 21 թվականին մենք օրինակ այդպիսի բան չենք տեսել, ընդհակառակ 21 թվականին աջակցություն ենք տեսնում։ Նա ըստեյության աջակցել է Փաշինյանին, որովհետև համարում էր, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ի համաձայնագրի երաշխավորն էր։ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը սկսել է այն պահից փոխվել, երբ որ նա ըստեյության նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը ինչքան էլ որ վատն էր, բայց գոնե հնարավորություն էր տալիս Արցախում հայկական ներկայություն պահպանել, Փաշինյանը ըստեյության միակողմանորեն դա ճղեց, գցեց եւ գնաց Ալիևի եւ եվրոպական իր այսպես ասած գործընկերների հետ գործարքի Արցախի հանձնման, հա։ Եվ դրանից հետո Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ սկսել է բնականաբար փոխվել, բայց քանի գնում է ավելի է վատանում, ակնհայտ պատճառով, որովհետեւ իրանք տեսնում են, որ Փաշինյանը եթե ինչ-որ մինչև այդ ասենք փորձում էր մանևրել Ռուսաստանի եւ եվրոպական միության միջև, ապա հիմա նույնիսկ մանևրի բան էլ չկա, ասենք Երևանից հարթակ է տրամադրվում Զելենսկուն ահաբեկչական ըստեյության սպառնալիքներ Ռուսաստանի հասցեին տեղելու ահաբեկչական, որովհետև ինքը ըստեյության ինչ ասաց, ձեր շքերթը մենք պատրաստ ենք մեր ԱԹՍ-ներով գնդակոծել, չէ՞։ Դա ահաբեկչություն է, այսինքն դա նույնիսկ ռազմական գործողություն չի։ Եվ ես կարծում եմ մենք հաճախ միայն մի կողմն ենք նայում, ասենք դժգոհ ենք նայած, որ Ռուսաստանը այդպիսի պատժամիջոցներ է կիրառում, հա, բայց չենք նայում հակառակ կողմը, բա ինչն է դրան բերել։ Բայց մյուս կողմից պետք է նաև տեսնել հետևյալը, որ Ադրբեջանը ծայրահեղ շահագրգռված է Փաշինյանի վերընտրությամբ։ Ծայրահեղ, որովհետև բոլոր պայմանավորվածությունները հակահայկական, որոնք այս ընթացքում ձեռք են բերվել, իրանց երաշխավորը Փաշինյանն է։ Ով է հանձնելու իրանց անկլավները Փաշինյանը, ով է իրանց հանձնելու Զանգեզուրի միջանց կոչեցյալը Փաշինյանը, ով է բացելու Հայաստանի դռները ադրբեջանցիների վերաբնակեցման առաջ Փաշինյանն է, ով է համաձայնվելու Հայաստանում մզկիթներ կառուցել Փաշինյանը, ով է համաձայնվելու Հայաստանում առաքելական եկեղեցին աստիճանաբար քանդել եւ վերածել ըստեյության կրոնի գծերով վարչության կառավարության Փաշինյանը, այդ բոլորը ով է փոխելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հանի անկախության հռչակագիրը Փաշինյանը եւ այլն։ Փաշինյանը հսկայական քանակությամբ խոստումներ է արդեն տվել Ալիևին, հա, որոնք նրանք նստած սպասում են, երբ այնքը վերարտրվել, որ խոստումները կատարի։ Դրանով իմիջով զարմանալի չի, որ մի երկու շաբաթ է մենք Ալիևի ձայն ծպտուն չենք լսում։ Մինչև այդ ինքը պարբերաբար Փաշինյանից ծաղրում էր, ձեռեր առնում, Հայաստանի վրա հոխորտում էր, ինչ ասում էր եւ այլն։ Մեկ էլ երկու շաբաթ է ձեն ծպտուն չկա, ինչի ձեն ծպտուն չկա, շատ բարձ, որովհետեւ սպասում է, որ ընտրությունների արդյունքները լինի։ Եվ իդեպ մի անգամ դա տեսել ենք արդեն։ Մենք տեսել ենք դա 23 թվականին, երբ որ նա սպասեց Երևանի ընտրություններին, որպեսզի Ավինյանը եւ Ավինյանի միջոցով Փաշինյանը վերարտադրվեն այստեղ, մի կետ վերարտադրեցին եւ դրանից հետո գնաց Արցախի նկատմամբ ագրեսիայի։ Տարածորեն 2 օր հետո, տարածորեն ընտրություններից 2-3 օր հետո, հա, սպասեց, որ ընտրություններն են։ Ես կարծում եմ, որ նույնը հիմա է տեղում։ Նա սպասում է, որ Փաշինյանը վերարտադրվի, որպեսզի սկսվի հակահայկական գործողությունների հաջորդ փուլը Փաշինյանի հետ ձեռամբ, ձեռ-ձեռի տված, որովհետեւ իրանք միասին են գործում։ Որը կարող է լինել այդ առաջին этап, այսինքն հակահայկական գործողության։ Անկլավների վերադարձ օրինակ։ Անկլավների վերադարձ ամենայն լուրջությամբ եմ ասում, Փաշինյանը դրա մասին հայտարարում, ասում է հետ են վերադարձնել։ Երբ որ իդեպ որևէ իրավական հիմք դրա համար գոյություն չունի եւ այլն, բայց Փաշինյանը դա հետաքրքիր էլ չի։ Նա այդ բոլոր այդ խոստումները տվել է։ Դուք տեսեք ինչու է խնդիրը։ Փաշինյանը որպեսզի կարողանար վերարտադրվել, նա պետք է Ալիևից ստանար այս 1.5 տարվա, այսպես ասած, չակերտներով խաղաղությունը, երբ որ չեն կրակում։ Որովհետև դա հիմնական, կներեք, նրա հիմնական պրոդուկտն է, որը բերել է ու փորձում է ընտրողներին վաճառել, հասկանում եք։ Նա հիմնական թեզը, որը նա փորձում է մեզ վաճառել, ասում է, դե 1.5 տարի է սահմաններում չեն կրակում։ Եվ Ալիևը դա այդ նվերը նրան տվել է, հետագայում շատ ավելի մեծ զիջումների դիմաց, շատ ավելի մեծ։ Եվ ասում եմ, առաջի քայլը լինելու անկլավները Փաշինյանը դա չի թաքցնում։ Մարդիկ գիտեն, որ վերին ոսկեպարը կամ Տիգրանաշենը հանձնվել է, բոլորն էլ հասկանում են դա։ Ոսկեպարցիներն էլ են հասկանում։ Շատ լավ հասկանում են։ Երբ որ ասում եք հասկանում են, հասարակությունը երբ որ դա հասկանում է, համապատասխան ընտրությունն անելու է, այսինքն գիտակցում են վտանգների չափը լայն շրջանակը գիտակցում է։ Ես կարծում եմ, որ այս ընտրաշավը մասնապես նաև նպաստեց նրան,
որ մարդկանց գիտակցության մեջ այդ հարցերը սրվեցին։ Օրինակ 300,000 ադրբեջանցիների թեման, որը Փաշինյանը փորձում է հերքել, բայց կներեք, երեք Նարեկ Կարապետյանը շատ կարևոր քայլ արեց, ասաց, կներեք, ձեր արտաքին հետախուզության գործակալության կողմից տված զեկույցում է դա գրված։ Ինչ եք պնդում, որ այդ նարատիվը մենք ենք բերել։ Ձեր արտաքին հետախուզության գործակալությունն է սրա մասին առաջին հայտարարել։ Եվ իդեպ Ադրբեջանը դրա մասին անդադար խոսում։ Եվ դա իրենց մոտ դարձել է, այսպես ասած, ազգային գաղափարախոսության առանցքային մաս, իրանք ասում են մենք Արցախի հարցը Ղարաբաղի հարց իրենց լեզու հարցը լուծեցինք, հիմա հաջորդը վերադարձի հարցն է, եւ մենք լուծելու ենք դա։ Ուղղակի ոչ թե տանկերով ենք վերադառնալու, մեքենաներով ենք վերադառնալու Երևան։ Դա Ալիևի խոսքերն է։ Ու ես ասեմ, տեսեք ինչ մա խնդիրը, եթե Հայաստանը փակում է դռները Ռուսաստանի հետ եւ չի կարող հենվել Ռուսաստանի վրա ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես, ոչ ռազմական իմաստով, Ալիևը ցանկացած դռնից ու պատուանից է դրանից հետո այսպես մտնելու է Հայաստան։ Որտեղ ով է իր դեմ գնալու։ Դե ձեզ կարան հակադարձեն, կարող են հակադարձել կներեք իշխանությունները, որ հապկն էլ չէր աշխատում, երբ որ էլի հարձակվել էր Ադրբեջանը։ Իրենք միշտ դա փաստարկ են օգտագործում, պարոն Չալաբյան, ասում են, այ Հայաստանի տարածքների վրա հարձակվել էր Ադրբեջանը եւ հապկը, որը մենք դիտարկում ենք որպես Ռուսաստան, չօգնեց մեզ։ Իրանք մինչև վերջ չեն ասում, թե ինչա տեղի ունեցել։ Իրանք չեն ասում, օրինակ, որ մինչև օգոստոսի 30-ին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Շարլ Միշելը հանդիպել են Բրյուսելում եւ միասին պայմանավորվածություն են ձեռք բերել մեծ հավանականությամբ Հայաստանի վրա հարձակման մասին։ Եվ որ Ռուսաստանը գիտեին դրա մասին, որ դա կազմակերպված է երկուստեք, որպեսզի այսպես ասած նախատեքստ ստեղծվի Արցախի հանձնման համար։ Փաշինյանը մոռացել է, որ 22 թվականի սեպտեմբերի 13-ին ազգային ժողովում հանդես գալով ինքը ասաց հիմա ես մի հատ փաստաթուղթ եմ պարտադրում ստորագրել, որ ես ստիպված եմ ստորագրել, թեև ինձ դրա համար դավաճան են ասելու։ Սեպտեմբերի 13-ին, երբ որ Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա, Փաշինյանը որտեղից գիտեր այդ փաստաթուղթի մասին։ Որտեղից։ Եվ 3 շաբաթ հետո գնաց ստորագրեց այդ փաստաթուղթը։ Ուրեմն այդ փաստաթուղթը նախապես էր համաձայնեցված։ Եվ որպեսզի ինքը այդ փաստաթուղթը ստորագրելու, այսպես ասած, հիմք ունենա, հա, նա պետք է իրականում բեմականացնել Հայաստանի վրա հարձակումը։ Եւ զարմանալի չի, որ հապկը դրան չի միջամտել, որտեղ ասում դուք իրար հետ գնացել պայմանավորվել եք սրա շուրջը, իրար հետ։ Թե որտեղ առնելու, ինչ առնելու, ինչքան են առաջ գալու։ Այդ տրամաբանությամբ ասենք կներեք, էլի Ալիևը կարող եւ չկանգներ, չէ, կարող գար ջերմուկ մտնել, բայց չմտավ։ Որտեղ այդքան էին պայմանավորվել իրար մեջ։ Այդքան էին պայմանավորվել, որ պետք է ուղղակի մեր հասարակությանը ահաբեկեին։ Մեր հասարակությունը ահաբեկեին։ Իսկ դուք կարծում եք, որ Հայաստանի բանակը չէր կարող կանգնեցնել Ալիևին, հանգիստ կարող է կանգնեցնել։ Չեն կրվում, սպառազինությունը չէր օգտագործվում։ Տառացիորեն սպառազինությունը եղած չէր օգտագործվում։ Վերջի պահին ջերմուկ Արցախի հատուկ նշանակության ստորաբաժանումներ եկել հասել, թե մարտին չէին մասնակցել, բայց նրանք էին եկել հասել։ Դա պարադոքս է։ Համար գիտեք ինչ, Փաշինյանի ցանկացած ասած հիշեք, որ սուտն ու ճիշտ իրար հետ խառնած է մեջը։ Դրա համար միշտ պետք է մտածեք, իսկ այն ո՞րն է ճշմարտությունը, որը իրանք թաքցնում են։ Ճշմարտությունն է, որ դա պայմանավորված հարձակում էր Հայաստանի վրա։ Նախապես պայմանավորված օգոստոսի 30-ին Բրյուսելում։ Մի կողմից ռուսական այս հայ-ռուսական հարաբերությունների այս լարվածությունը, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերություններում այս նախընտրական շրջանում գրեթե ամեն ինչ գործի դրվեց, պաշտոնյաներին նույնիսկ մակարդակով եւ ընտրություններից 2-3 օր առաջ ստորագրվեց, Արարատ Միրզոյանը ստորագրեց հերավարի միջալոց, ուղարկվել էր նրան, նա նստեց, բոլորիս առաջ ստորագրեց TRIP-ի համաձայնագիրը։ Այս Միացյալ Նահանգների աջակցությունը ինչ որ վճռորոշ նշանակություն կունենա այս ընտրություններում, այսինքն հասարակությունը կհավատա, որ այդ ճանապարհը բացվելու է, Փաշինյանը ասաց խաղաղության խաչմերուկը ճանապարհները, ախալքալակ Կարսի մասին է ասում, այդ Հայաստան սահմանները բացվելու են եւ ինչպես ինքն է ասում, մենք շատ լավ ենք ապրել։ Եկեք սկսենք ախալքալակ Կարսից։ Ախալքալակ Կարսը Վրաստանից Թուրքիա գնացող ճանապարհ է, որը միշտ բաց էր ու ընդհանրապես ասած ախալքալակ Կարսը բացվելը դա ուղղակի ծիծաղել է հնչում, ինչն է բացվել, միշտ էլ բաց էր։ Այլ բանա որ հիմա կարա Հայաստանը իր բեռները այնտեղ տեղափոխի, բայց հարց են տալի, քանի օրա բաց է, բան չի, ոչ մի բեռ չի տեղափոխում։ Հա? Ոչ մի որտեղ տենց բեռել գոյություն չունի որպես այդպես։ Այդ ինչ ենք մենք Թուրքիային վաճառելու։ Երևի ծիրանը, որ Ռուսաստան չենք տանում, պետք է Թուրքիա վաճառենք, հա, մեզանից 100 անգամ շատ ծիրան է Թուրքիան արտադրում։ Դրա համար թողենք, այդ ախալքալակարսը զավեշտի ուղղակի դաշտից է, էլի, եւ մարդիկ ինձ թվում է լավ էլ հասկանում են ինչա դա նշանակում։ Տրիպը շատ ավելի լուրջ է։
Տրիպի հետ կապված ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց կես ժամով Հայաստան, որովհետև հասկանում է, որ մեծ ռիսկեր կան, որ Փաշինյանը չվերարտադրվի, ուղղակի Հայաստանը փաստի առաջ են կանգնացնում, այդ թղթերը փորձում են ստորագրել այս վարչակարգի հետ, որովհետեւ նոր իշխանությունը որ գա, ինչ-որ իմաստով իրան դրանով կաշկանդված պարտադրված գա։ Ուզում եմ նաև հիշեցնեմ, իհարկե, որ այս նաև այս վարչակարգին, հա, այն պայմանագիրը, որ նրանք ստորագրել են, դա միջազգային պայմանագիր է, եւ նա եւ Սահմանադրական դատարանով հաստատվելու եւ ավերացման կարիք ունի ազգային ժողովով եւ հուսում եմ, որ դա տեղի չունենա։ Շատ պարզ պատճառ, որովհետեւ դա հերթական հակահայկական պայմանագիրն է։ Այդ պայմանագրից ակնհայտ է առնվազն 3 բան, որ մենք միջանցք ենք տրամադրում ոչ թե ճանապարհ, որովհետեւ գրած է մեջը։ Հենց էլ գրած է, միջանցք բառը չօգտագործված, բայց գրած է բազմաթիվ ենթակառուցվածքներ են կառուցվել այդտեղ։ Երկաթուղի, ավտոմայրուղիներ, գազատարներ, նավթատարներ, օպտիկական մալուխներ, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցեր եւ այլն։ Իսկ դա իրականում միջանցք է։ 1, երկրորդը վերահսկողությունը սահմանային չի պատկանելու Հայաստանին։ Դա էլ ակնհայտ գրված է, որ մասնավոր ընկերություններ լինելու, ես լուրջ կասկածում եմ, որ դրանք կարող են լինել թուրքական մասնավոր ընկերություններ, որտեղ ոչ միտեղ չկա սահմանափակում, կարան տան թուրքերին։ Երրորդը, դա չի հարգվելու Հայաստանում։ Շահույթները Հայաստան չեն մտնելու, շահույթները գնալու են Միացյալ Նահանգներ, եւ չորրորդը, որը չկա պայմանագրի մեջ, բայց կար տրիպի հուշագրի մեջ, որը ստորագրել է օգոստոսին։ Այնտեղ գրված էր, որ այդ ճանապարհը Ադրբեջան տրամադրվում է փոխադարձ օգուտների դիմաց, որը պետք է ստանա Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա հարց են տալի Նիկոլ Փաշինյանին, որը փորձում է ժողովրդի ուղեղները հերթական անգամ լվալ։ Այդ ո՞րն է այդ օգուտները։ Մեզ ինչ որ ուրիշ ճանապարհ են տրամադրել։ Մեզ օրինակ Նախիջևանով Իրանային ճանապարհ տրամադրել, այդ ինչ ճանապարհ են մեզ տրամադրել։ Ոչ մի ճանապարհ մեզ չի տրամադրված։ Ոչ մի փոխադարձ օգուտ էլ գոյություն չունի։ Թե նորից վերականգնվել է մինչև 23 թվականի Արցախի ստատուս կոն բնակչությունը վերադարձվել է Լաչինի միջանցքն է բացվել։ Բնական է ոչ մի օգուտ էլ այնտեղ գոյություն չունի։ Իսկ Մարկո Ռուբիոն դրանից հետո մի քանի անգամ կոնգրեսում իր ելույթի ժամանակ օգտագործել է միջանցք հենց բնական է, որտեղ միջանցքը դա ակնհայտ է, ով մի անգամ կարդացել այդ պայմանագիրը, ինքը միջանցքի տրամաբանության բա։ Եվ մի բան է, երբ որ դրա մասին Ալիևն է խոսում, կարող ենք ասել Ալիևը հոխորտում է, փորձում է չեղածը եղածի տեղ ներկայացնել, բայց երբ որ Ռուբիոնը դրա մասին ասում, ակնհայտ է, որ միջանցք է դա Հայաստանի տարածքով։ Եվ ես նույնպես եմ ասում, հույս ունեմ, որ այդ միջազգային պայմանագիրը երբեք ուժի մեջ չի մտնի այդ տեսքով, դա պետք է վերաբանակցել։ Եվ Հայաքվեի մասով մի հարց ունեմ, Պարոն Չալաբյան, դուք ունեք բավական լավ փորձ ընտրությունները դիտարկելու, նաև դիտորդական առաքելություն եք իրականացրել։ Հիմա ընտրությունների օրը շատ կարևոր է նաև, որ ընդդիմությունը կարողանա իր ձայները պաշտպանել, հենց ընտրատեղամասերում։ Այս առումով դուք ինչ փորձ եք փոխանցել Ուժեղ Հայաստանին եւ ինչպես է կարողանալու ձեր ձայները կամ Ուժեղ Հայաստանին տրվող ձայները պաշտպանել։ Նախ ուրախությամբ ուզում եմ արձանագրեմ հետևյալը, որ Ուժեղ Հայաստանի ներսում էլ լուրջ բավական վերաբերմունք կա այս ամեն ինչին, բավական մեծ թվականակով վստահված անձիկ են ներգրավել։ Մեր այն անդամները, որոնք ընտրությունների դիտարկման փորձ ունեն եւ ցանկություն ունեն ներգրավել որպես Ուժեղ Հայաստանի վստահված անձիկ, եւս ներգրավել են որպես Ուժեղ Հայաստանի վստահված անձիկ եւ հաշվի առնելով, որ մենք մի քանի ընտրությունների արդեն դիտարկման փորձ ունենք, իդեպ պետք է հիշեցնել, որ նաեւ Երևանի հավաքական ընտրությունները 23 թվականին ոչ միայն Գյումրին եւ Աղաշապատը, որոնք ավելի թարմ հիշողություն են, բայց նաեւ Երևանը, հա, բոլորը դրանք համախմբված, այդպես մեզ բավական լուրջ փորձ են տվել եւ մենք բնականաբար այդ փորձը փոխանցում ենք մեր գործընկերներին։ Հիմա մենք ինքներս էլ անձնապես մասնակցելու ենք դրա մեջ, որպեսզի կարողանանք վերահսկել ընտրությունները։ Նաեւ ձեզ ասեմ հետեւյալը, եւս երկու կարևոր գործ են։ Նախ մեր ընտրական օրենսդրությունը, թե մարդկանց հակառակն է թվում, առնվազն քվեարկության գործընթացը բավական կատարելագործված է եւ նվազեցրել է, չի բացվել, բայց նվազեցրել է ընտրակեղծիքների հնարավորությունները։ Դրա համար եթե մենք առանց, այսպես ասած, փորձանքի հասնենք քվեարկության օրվան, ես կարծում եմ, որ քվեարկության օրը ինքնին շատ ավելի հանգիստ եւ կազմակերպված կարող է անցնել, հա։ Բացառությամբ իհարկե սադրանքներ եւ այլն, բայց այդտեղ էլ ոստիկանությունը ֆունկցիաներ ունի կատարելու եւ այլն։ Երկրորդը, ոչ միայն Ուժեղ Հայաստանն է լուրջ վերաբերվում ընտրությունների վերահսկողությանը, ենթադրում եմ, որ նաև մյուս ընդդիմադիրներն են լուրջ վերաբերվում եւ բացի դրանից 10-ից ավել դիտորդական առաքելություններ կան գրանցված եւ այլն, նաև լրատվամիջոցները, նաև ձեր լրատվամիջոցի համոզված են, որ ընտրությունների նկատմամբ վերահսկողությունը աննախադեպ բարձր է լինելու, աննախադեպ հազարավոր մարդիկ են մասնակցելու ընտրությունների նկատմամբ վերահսկողությանը, ուստի
մեր բոլոր քաղաքացիներին, այդ իմաստով ուզում եմ որոշակի վստահություն փոխանցել։ Եկեք անպայման ընտրատեղամասեր, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը պաշտպանվելու է եւ մի մտածեք, որ ձեր ձայնից բան կախված չի։ Ընտրությունների տրամաբանությունը հենց դրանով է, որ 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ գալիս են, ամեն մեկը տալիս է իր ձայնը, իր նախընտրությանը համաձայն եւ ստացվում է այն արդյունքը, որը մենք արդեն կպաշտպանենք։ Այդ արդյունքը մենք կպաշտպանենք, բայց հնարավորություն տվեք մեզ այդ արդյունքը ստանալ, որտեղ եթե դուք մնաք տունը, մտածելով, որ ձեր ձայնից բան կախված չի, այդ դեպքում իսկապես ձեր ձայնից բան կախված չի լինի, որտեղ ձեր փոխարեն կգա կքվեարկեն մարդը, որը գալու է ընտրությունների։ Եկեք մասնակցեք ընտրություններին եւ մեզանից պահանջեք, որ մենք ձեր ձայնը պաշտպանենք, մենք ձեր ձայնը պատրաստ ենք պաշտպանելու։ Ձեզ եմ շնորհակալ։